եթե մենք չենք գնում դեպի խաղաղություն մեր հարևանների հետ, միակ այլընտրանքը դա պատերազմն է։ Իսկ պատերազմը մենք տեսել ենք ինչի է մեզ բերել։ Պատերազմը, որը 91 թվականից գնում է 92-ից։ Եվ եթե մենք այսօր դա չենք անում, եթե մենք այսօր խոսում ենք ռևանշիզմի մասին, եթե մենք խոսում ենք նոր պատերազմների մասին, շատ հետաքրքիր է, ում արյան միջոցով է դա լինել, ում արյունը պետք է թափվի։ Այդ ինչպես ենք մենք այդ ռևանշիզմը իրականացնելու։ Դա հատկապես տարօրինակ է, որ եկեղեցին եւ եկեղեցականներն են այդ։ Դա տարօրինակ է, դա շատ տարօրինակ է, բայց ես նորից եմ ասում, սա ինքնավնասման ճանապարհ է, որովհետեւ սա, տեսեք, այս պահին, եթե մեզ հաջողվի այսպես դուրս գալ այս իրավիճակից, այս մեծ երկարամյա կոնֆլիկտից, չկորցնելով Հայաստանի Հանրապետության 1 կիլոմետր քառակուսի տարածք, այն 240-ն էլ հետ բերել, դելիմիտացիա, դեմարկացիա անել եւ հասնել վերջնական խաղաղությամբ եւ բոլոր սահմանների բացման, մենք կարող ենք համարել, որ մենք հաղթանակ ենք տարել։ Մենք հաղթանակ ենք տարել, որովհետեւ մենք դուրս ենք եկել այն մեծ թալակից, որտեղ մեզ գցել է 91 թվականին քայքայվող սովետական միությունը եւ ՊԱԿ-ը։ Մենք հայտնվել ենք մի թալակի մեջ, հա, եւ այս թալակից չենք կարող դուրս գալ արդեն երկար ժամանակ։